Բարի օր, սիրելի բարեկամ, զգացել եք, որ աշխարհը լցված է հոգնած ու շփոթված մարդկանցով։ Մարդիկ ընկած են հանգստության հետևից, բայց խաղաղություն չեն գտնում։ Սա նոր դեպք չէ։ Այսօր ավետարանը մեզ ասում է. Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ Տեսնելով ժողովրդի բազմությունը, Հիսուս գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները սակավ։ Արդ աղաչեք հունձքի տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։ Հիսուսը իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիները հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։ Հիսուս չմնաց անտարբեր։ Նա ոչ միայն քարոզեց ու բժշկեց մարդկանց, այլև իր աշակերտներին տվեց զորություն շարունակելու իր առաքելությունը։ Նրա խղճահարությունը գործի վերածվեց։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, այսօր էլ աշխարհը լցված է վիրավոր ու հոգնած մարդկանցով։ Երբեմն մեր շրջապատի մարդիկ գտնվում են առանց հովի, առանց հույսի, առանց մխիթարության։ Եվ Հիսուսի խոսքերն այսօր մեզ է ուղղված. հունձքը առատ է, մշակները սակավ։ Այսօրվա պատգամը շատ պարզ է։ Աստված մեզ չի կանչում միայն մեր փրկության համար։ Աստված մեզ կանչում է լինել լույս մեր շրջապատում, մեր ընտանիքում։ Եթե մի մարդու լույս տվեցիր, օգնեցիր, որ նա խաղաղություն գտնի, ուրեմն դու Քրիստոսի աշակերտն ու գործակիցն ես։ Ուրեմն այսօր սկսենք օրը Հիսուսին նայվածքով, գթասրտությամբ ու սիրով, չլինենք անտարբեր։ Եթե մի մարդու կարողանանք օգնել, ապա աշխարհի փրկությունը կարող է սկսվել հենց այդ մեկ մարդու օգնությամբ։ Օրհնյալ օր քեզ։